Ձեր կյանք ավելի է լավացել, օրինակ վերջին 5 տարիների ընթացքում։ Ու ինչ ավելան նույնն է էլի։ Բայց 5-րդ դարում մի հատ բան ենք ունեցել, առակագիր Վարդանայցի։ Ինչ ասել։ Ասել եկրեն ասել էշին էլի հավանակի։ Ասեն քուր ասել իմպերիան չի։ Մենք մեր գործն անում ենք, ինչ ավելան, ինչ դե փոխվել։ Մեր թանկացումներ ասաղելն ինչ արել, ոչ մի բան չէ։ Թոշակը արդեն հավասարվել է սպառողական զամբյուղին, այսինքն գոնե նվազագույն ուտելիք կարող։ Զամբյուղը 80,000-ից պակաս չկա, պետք է 70-85 սպառողական զամբյուղ։ 70 ամենակիչը 1000։ Զամբյուղն 70-ից ցածր որ եղավ ինչ զամբյուղ։ 70 եթե տան 100 մինիմում։ Արդեն նոր բավարարի, ասենք սնողակալ ենք կառավարություն։ Բայց դու 46 ինչ։ Դուք ոնց եք կարողանում թոշակով ապրել։ Աղջիկ ջան, ես տես թոշակ չեմ ստանում, դրա համար չգիտեմ ոնց են ապրեմ, հա։ Իմ թոշակը ես որ փոխում եմ ռուսական 200,000 դրամ առնեմ։ Հա 40,000 ռուբլի թոշակ եմ ստանում Ռուսաստան։ Հիմա չեք վախենում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնեն, այդ թոշակից կտրեն ձեզ։ Չեն կտրի։ Տեսեք արդեն հայկական ապրանքը թույլ չեն տալիս, որպեսզի Ռուսաստան գնա արտահանվի։ Դե արդեն կամած եկանք պոլիտիկայի։ Իմ երեխեքը Եվրոպայում են, եթե Եվրոպայի միություն գնանք վիզան ազատականացնեն, ինչ անեն, ես շատ ուրախ կլեմ, բայց այսօր ես ավելի շատ հակում ունեմ դեպի Ռուսաստանը։ Ավելի լավ է թող այնտեղ վիզա մնա, բայց մենք առանց ռուսի չենք գա, վերջով գալտենք էլի, խի մեզ փորձ չեղավ Վրաստանը, Ուկրաինան, այն մյուսը։ Ապրուստը ծերի չէ, կյանքն էլ ուրախ չէ, եթե ուրախ եղնի, թոշակառուն կնստի տունը, էլ չի աշխատի, իր տարիների վաստակը կվայել է, պատճառահայտյալ ընտանիքի դրությունից ելնելով, աշխատում է, դեռ մեռնում է, դեռ աշխատում է։ Ոնց եք վերաբերվում նրան, որ թոշակի տարիքից հետո մարդը չգնա հանգստի, վաստակած հանգստի, ճամփորդի եւ այլն, ինչպես Եվրոպայում է, այլ շարունակի աշխատել, ինչպես որ այսօր կառավարությունն առաջարկում է, ասում է, 60 տարեկան ինչ տարիք է, 70 ինչ տարիք է, պիտի աշխատեն։ Պետք է աշխատեն։ Հիմա ամեն ինչը եվրոպական ստանդարտներով բերեցին մեր մեջ, բայց մենք եվրոպականով առաջ չենք շարժվում։ Եթե մենք էլ եվրոպական երկրների թոշակառուների նման լինենք, կոսմոս էլ կհասնենք։ Բայց լեռնակա չեք հասրել դեռ գնալ։ Ճիշտ է, թոշակի ավելացավ, նաև կարողանում ենք, բայց ամեն օր գնաճը ակնահայտ է, ամեն ինչը ավելանում է։ Հուսանք, որ լավ պետք է լինի։ Ձեր կարծիքով նվազագույնը ինչքան թոշակ պիտի ստանա քաղաքացին, որպեսզի Հայաստանում կարողանա գոնե նորմալ, այսպես արժանապատիվ կյանքով ապրել։ Դե 150,000-ից ոչ պակաս։ Նվազագույն։ Հա։ Որովհետև ամեն ինչ թանկ է եւ թոշակառուն էլ է ուզում եւ ապրել եւ իրեն թորնիկներին նվեր տա եւ իրեն մարդը զգա մարդկանց երեխին ժպիտ կամ աչքերում ժպիտ չի երևում հա հոգսա շատ է նաեւ վերջին տարվա իրադարձություններից ելնելով արդեն ժպիտը լավատեսությունը կորել է ոնց որ ավելի լավ ենք ապրում հիմա Ինչով է պայմանավորված Չգիտեմ, բայց համեմատաբար կյանքը ավելի աշխույժ, ավելի լավ է։ Ոչ թե կյանքի աշխուժությունը, այլ կենսամակարդակը հասցնում է կարծիք, որտեղ մարդիկ դժգոհում են, որ թանկացումներ են համարում։ Դե թանկացումներն միշտ է լինում, ճիշտ է։ Ես էլ թոշակառու եմ, մի կերպ ծայրին ենք հասնում, բայց դե բոլոր դեպքերը։